Ողջույն հայր ջան, մի երկու խոսքով ցանկացա անդրադառնալ այս դերասան կամ մտավորական կոչված Մկոյին։ Մկո, դու ինձ համար երբեք չես եղել եւ չես կարող լինել լուրջ դերասան։ Քանի որ Քոր Լևոնից սկսած քանդեցին երկիրը եւ ինչքան լուրջ մարդ կար գիտնական, դերասան, գրող, արվեստագետ, երկիրը լքեցին կամ մահացան, իսկ քո նման ցանցառները գողանալով 70-80-ական թվականների ամերիկյան այսպես հումորային ծրագրերը որոշեցին թարգմանել եւ իրենց տեղը գտնել շոու բիզնեսում։ Դե բնականաբար տեղը դատարկ էր մնացել, իսկ քո նման դատարկներն էլ լցրեցին այդ դատարկությունը։ Դու քո համար գնա ՄԿԿ, այ Մկո, ու մտքովդ չանցնի, թե դու ինչ-որ մեկն ես կամ կարևոր ինչ-որ մեկն ես։ Շիրազը սկասեր եւ խորքում որքան մարգարիտներ կան, որոնց փառքը միշտ փրփուրն է խլում։ Քո նման կեղտոտ փրփուր խլողները, այդ որ ումը տեսնում են դեմը չոքում են ծափ են տալիս, այն մեկից են մեդալ ստանում, նա փոխում այն մյուսից են ստանում։ Իրենք երբեք էլ չեն կարող ծառայել եւ հայրենիքին եւ լինել այդ հայրենիքի արժանավոր զավակը։ Դու այ կեղտոտ, որ գնացել ես կապիտուլանտի մոտ, մի հատ նկարվել ես արդարանում ես, կամ չգիտեմ, ինչ որ բան ես փորձում գտնել կամ ասել, դու իմացի այս զզվանք, որ սրանով դու ապացուցեցիր, որ դու ավելի վատն ես, քան նա, որովհետև նա գնաց թուրքի մոտ նկարվեց, թուրքի դրոշն առավ, գրքերն առավ իր հետ նկարվեց, իսկ քո նման տականքները անթակույց նայեցին եւ հավանաբար սպասեցին այն պահին, երբ որ գնան նման թուրքի ծառայի դեմը խոնարհվեն։ Դու ավելի տականք ես, քան այդ տականք կոչված է, կապիտուլանտ կոչվածը։ Եղավ Մկո ու իմացիր, որ երբ լինի ազգային իշխանություն, քո նմանները եւ այն սուտի երկիչ մերքիչ կան ճղճղան այս սուտի դերասան անող, ես չգիտեմ ինչ որ բլոգերություններ անող, են որ դարձել են ես իմ ով եւ արդեն մտնում են այսպես իշխանական արանքները, որպիսի Երևան։ Դու ոչինչ ես, այ ոչնչություն, որովհետեւ դու թույլ տվեցիր քեզ ստորանալ մեկի առաջ, ով մի ամբողջ ժողովրդի պատմություն, հաղթանակած պատմություն հանգիստ բերեց եւ ստորագրեց դրես թշնամու ոտքի առաջ։ Դու այդ ոտի կեղտն ես, Մկո, այսքանը։